կարծում եմ, որ ժամանակը կարճ էր, բայց բոլոր տղաները պատրաստ են վաղվա խաղին, Հունգարիայի խաղը ծանր ընթացավ, բայց պատրաստվում ենք վաղվա խաղին ու գիտենք, որ նույնպես ծանր խաղ է սպասվում, բայց կարծում եմ, որ բոլորս պատրաստ ենք։ I think all the guys are ready. I think it will be a very tough game, but I think that all the players will ready. Բարև ձեզ, Էդմոն Մարտիրոսյան, Fast Media. Նախ հաջողություն եմ մաղթում վաղվա խաղում, Արթուր դու խաղացել ես Պորտուգալիայում, Կասապիայում ես հանդես եկել, ինչ հիշողություններ ունես այս երկրից։ Arthur, you played in Portugal. What memories do you have from your time playing in Portugal? Շատ լավ հիշողություններ ունեմ այստեղից, կարծում եմ, որ Պորտուգալիան շատ ֆուտբոլային երկիր է ու այստեղից մնացած մենակ լավ հիշողություններ են, ունեմ ընկերներ, որոնց հետ մինչև այսօր կապի մեջ եմ եւ նրանք վաղը գալու են խաղադաշտ ու լավ հիշողություններ մենակ այստեղից։ Yeah, I have a very good memories because Portugal is a football nation, and I have many friends in Portugal that they will come to the game tomorrow, and have very nice and good memories about this country. Արդեն մի քանի ամիս անցել է Պորտուգալիայի հավաքականի դեմ առաջին խաղից, ինչ փոփոխություններ կան մեր հավաքականում։ What a change after the match against Portugal which held in September. Միայն լավ փոփոխություններ, ինքներդ տեսաք, որ Հունգարիայի դեմ խաղում շատ լավ հանդես եկանք, ունենք խաղային ձեռագիր ու պատրաստ ենք հիմա բոլոր հավաքականների դեմ մրցելու, մրցունակ լինելու ու կարծում եմ Պորտուգալիայի հետ հանդիպումը առաջինը տանը խոշոր հաշվով պարտվեցինք, բայց դա արդեն անցյալ է ու հիմա պատրաստվում ենք վաղվա հանդիպանը, բոլոր տղաները գիտեն կարևորությունը ու վստահ ենք վաղվա խաղում լավ ելույթ ունենալու։ We are ready to compete against Portugal, and there have been only positive things after the game against Portugal. We have a very good team, and I think we can have a good game against Portugal. Եթե չկան հարցեր ֆուտբոլիստին, գնա պատրաստվի մարզմանը, հարցերը շարունակեն գլխավոր մարզչի հետ։ Պարոն Մելիքյան, հասկանալի է, որ վաղը շատ բարդ հանդիպում է սպասվում, բայց այդուհանդերձ կարծում եմ թիմի հավաքականի վրա այսպես մեծ ճնշում չկա, հաշվի առնելով, որ աշխարհի առաջնության եզրափակիչ փուլ դուրս գալու համար պայքարը շարունակելու հնարավորությունից թիմը զրկվել է։ Ձեզ համար ի՞նչն է կարևոր վաղվա խաղում եւ ինչպես եք պատրաստել թիմին ու ինչ խնդիր եք դրել հավաքականի առջև։ Շնորհակալություն։ Շնորհակալություն, լավ հարցեր։ Այո, դուք ասում եք ճնշում չկա, բայց ես զգում եմ ու մեր թիմը զգում է պատասխանատվություն։ Երբ զգում ես պատասխանատվություն, զգում ես եւ ճնշում, որովհետեւ մենք մեր երկիրը, մեր ֆուտբոլը պետք է ներկայացնենք, այո, ճիշտ եք ասում, որ սա լուրջ մրցակից է մեր համար, այսօր մենք չենք կարող այն արդյունքի հասնենք ու հանգիստ լինենք այս թիմի դեմ, բայց այս թիմի դեմ կարելի է այն օգուտը ստանալ, որը որ պետք է մեր երիտասարդ ֆուտբոլիստներին, այն նպատակն է, որովհետև մենք կառուցողական աշխատանքի մեջ ենք, իսկ այս թիմը մեզ կտա լավ առիթ վերլուծել, տենալ մեզ սխալները, այս թիմը մեզ կտա լրջագույն ճնշում եւ ճնշումի տակ ես պետք է հասկանամ թիմային եւ անհատական աշխատանքը ինչ մակարդակի վրա է եւ իմ համար էլ է հետաքրքիր այն որ նշեցիք առաջի խաղը որ անհաջող եղավ այդպիսի վատ խաղ եւ հաշիվ ինչ է փոխվել 2-3 ամսվա ընթացքում լավ քննություն է մենք պատրաստ ենք ճիշտ է ունենք կորուստներ շատ բայց մենք պատրաստ ենք պայքարելու
ու ես որպես մարզիչ կաշխատեմ ստանամ մաքսիմումը այս թիմից, մեր թիմից։ There is no pressure, but we feel responsibility. We are representing our country, and this is very. We are representing our country. We need to take advantage of this match to benefit our young players. It's interesting for me too that what was changed during this time after the game, after the first game against Portugal. We are ready, and I think we can have a good game against Portugal national team. Պարոն Մելիքյան, Հունգարիայի հետ խաղից հետո նշում էիք, որ Պորտուգալիայի հավաքականը մեջբերեմ գլխացավանք է եւ որքան ռեսուրս ունեք պետք է պատրաստեք։ Իռլանդիայի հետ խաղում Ռոնալդոն կարմիր քարտ ստանալով բաց կթողնի Հայաստանի հավաքականի հետ հանդիպումը, արդյոք այս հանգամանքը որևէ կերպ կմեղմի իրավիճակը։ Նաեւ մենք տեսանք Իռլանդիայի անակնկալ հաղթանակը 2-0 հաշվով։ After the game against Hungary, you said that Portugal is a headache for us, and will it help for Armenian national team that tomorrow Cristiano Ronaldo will not play? Այո, Իռլանդիայի խաղը Պորտուգալիայի հետ ցույց տվեց, որ ֆուտբոլում ամեն ինչ հնարավոր է, բայց եթե թեորետիչեսկի նայենք, տարբերությունը մեր ու Պորտուգալիայի հավաքականի շատ մեծ են։ Ինչ վերաբերվում է Ռոնալդոյի հարցով, ասեմ, որ Պորտուգալիայի հավաքականը այնքան ռեսուրս ունի, այնքան ֆուտբոլիստներ ունի իր երկրում, որ լավագույններին են հավաքում միշտ, ես համոզված եմ, որ իր տեղը մեկ ուրիշ լավագույն ֆուտբոլիստ կարող է փակել եւ չեմ կարող ուրախացած լինել կամ հանգիստ լինել, որ Ռոնալդոն չկա։ Կա Պորտուգալիայի հավաքական, որը շատ ուժեղ է եւ մենք աշխատում ենք, կաշխատենք պայքարել այս թիմի դեմ։ Yes, the Ireland showed that anything in football is possible, but it's very different. We have many differences between us and the Portugal national team. Portugal has so many top players. They gathered all top players in their national team. There is no Cristiano Ronaldo, but you have very strong and top other players. They can beat and they can play very, very well. Եվս մեկ հարց, եթե կարելի է, պարոն Մելիքյան, Երևանյան խաղում մեր հավաքականի կողմից չափազանց մեծ էր հարգանքը մրցակցի նկատմամբ Պորտուգալիայի հավաքականի, այսինքն հանկարծ այսպես կոպիտ, կոշտ չխաղանք, չհպվենք եւ այլն, ինչը ֆուտբոլում կարծում եմ ընկալելի չէ։ Եվ իհարկե հարգանք, բայց իմ պատկերացմամբ, եթե սխալվում եմ ուղեք, դա ավարտվում է այնտեղ, երբ ոտքդ դնում ես խոտածածկին, որովհետև դու երկիր ես ներկայացնում։ Արդյոք դուք դա եւս նկատել էիք Երևանյան հանդիպմանը, եթե այո, ապա ֆուտբոլիստների հետ խոսել եք, չգիտեմ, ինչ եք քննարկել, արդյոք ասել եք, որ պետք է մտնել դաշտ եւ այդուհանդերձ պայքարել ամեն մի հատվածի համար։ Անկեղծ ասած, այո, խոսել եմ, չեմ կարող ասել ինչ, դա հանդերձանում է եղել եւ այնտեղ էլ կմնա, բայց որ ջղայնացած եմ եղել ու այդ ամեն ինչը նկատել եմ, այո, դա տենց է։ Ու այո, ես էլ ինքս հարգում եմ Պորտուգալիայի հավաքականին, նա արժանի է հարգանքի, բայց ինչպես դուք եք ասում, երբ ոտքդ դուք ասեցիք, որ ֆուտբոլի օրենքն է այդպես։ Այո, ճիշտ եք ասում, ֆուտբոլի օրենքն է այդպես, երբ դու մտնում ես մարզադաշտ, դու պետք է մոռանաս հեղինակությունը մրցակցի, այլ ուղղակի տենաս, որ դեմդ թիմ է, որի հետ պետք է պայքարես եւ պատերազմես ու հաղթող դուրս գաս։ Առաջի խաղը ինձ դուր չի եկել, այո, պատճառներից մեկը դա էր, խոշոր հաշվի։ Հուսով եմ հասկացել են մեր տղաները
Եվ ես չեմ ուզի երկրորդ անգամ տենամ նման հարգանք։ Ես ուզում եմ երկրորդ անգամ տենամ մրցակցություն։ I've talked about and with my players after the game against Portugal, and I will not say what happened in the locker room, but I was angry because they not play hard and not play very rough. I respect the Portugal national team, and you are right. When you step into the field, you have to forget who was the opponent, and you will only fight and beat only for win. Պարոն Մելիքյան, վաղվա խաղում հաջողություն եմ մաղթում։ Կրկին կցանկանամ խոսենք փոփոխությունների մասին։ Ամենայն դեպս ինձ համար այս ամիսների ընթացքում եղած փոփոխությունները ակնհայտ են, բայց կցանկանամ նշեք այն գլխավոր գործոնը, որը ձեր գլխավորելուց հետո փոխվել է հավաքականում։ Շնորհակալություն։ Okay. What was the main change in the Armenian national team after that you came to the national team? Շնորհակալություն, իրոք շատ հետաքրքիր հարցեր եք տալի, հետաքրքիր է այս ամեն անգամ չի որ ցանկություն կա ինտերվյու տալու, բայց շնորհակալ եմ այդ հետաքրքրության ու հարցերի համար։ Այո, փորձարկումները անում եմ ցավոք պաշտոնական խաղերին, վաղն էլ փորձելու եմ, գնամ ռիսկի, վաղը կտեսնեք դուք որ ես ինչ-որ մի բան փոփոխություն արել եմ, չեմ վախենում, սխալվելուց էլ, եթե սխալվել եմ, դա էլ է ինձ պետք հասկանալու համար, որտեղ է սխալ է եղել, որտեղ ճիշտ, բայց պետք է ես հասկանամ ճնշումի տակ ֆուտբոլիստները, թիմը, այն ինչ որ ես ուզում եմ ստացվում է իրենց մոտ թե ոչ, փոփոխություններ շատ է եղել մթնոլորտի մեջ, տրամադրվածության մեջ, պայքարի մեջ, կարգապահության մեջ, հայրենասիրության մեջ, որովհետև դուք չեք պատկերացնում ես ինչ կանեմ այդ հարցով խոսում մեր եռագույնի համար, մեր ազգի համար, մեր երկրպագուի համար իրենց մեջ պետք է մտցնեմ, ինչ կան, որ պետք է, ինչ կան, որ ես տենամ, որ արդեն այնքան, որ այսպես ներքեն աշխարհի տակ ու մտնեն դաշտ, այդքան պետք է անեմ։ Yeah, we are making experiments, and tomorrow you also will see that I have done so many experiments. I am not afraid. I am not afraid of making mistakes. I need to understand that how my players can play under the pressure. There are many exchange in our team, in discipline and patriotism, especially patriotism, because I speak with my players a lot, speak about our nation, about our flag, about patriotism, and you will all see tomorrow. Մի փոքր կխոսեք Բանդիկյանի մասին, արդեն նրան տեսել եք մարզումային process-ում, գիտենք որ տարբեր դիրքերում կարող է խաղալ, արդեն որոշել եք թե որ դիրքում եք նրան օգտագործելու։ Դե պատկերացում ունեմ, բայց չէ, պետք չէ, մենակ հարց Բանդիկյանին։ Չէ, առայժմ շուտ է, պատկերացում ունեմ, բայց ավելի կոնկրետ կամ ավելի հստակ կարող եմ ասել գարունը կփորձեմ, կհասկանանք, առայժմ ուսումնասիրում եմ, այդ փուլում եմ, շատ բան չեմ կարող ասել։ Question about Artyom Bandikyan, and I will make decision where he can play. Now I cannot say where Artyom Bandikyan will play. I will try in the spring. I understand it, and now I cannot say which position he can play this time. Պարոն Մելիքյան, նաև Գեորգի Արուսյունյանի մասին ինչ կասեք, վերջին երկու հանդիպումներին չի մասնակցել, դրանից առաջ Հունգարիայի հավաքականի դեմ այնքան էլ լավ տպավորություն չթողեց, ինչ սպասելիքներ ունեք նրանից։ Շատ լավ ֆուտբոլիստ է, ինձ շատ դուր է գալի, մեր առանցքային խաղացողներից մեկն է, բայց այդ անհաջող խաղից հետո
փոփոխություն արեցի։ Հիմա Սյոպա Մկրտչյանը արդարացնում է, լավ ֆուտբոլ է խաղում, մրցակցություն է պետք է ինքը համբերի եւ Գյորգի նստելով պայստայիներին լավ սիգնալ է մնացած պաշտպաններին, որ մի հատ վատ խաղ իրանք բաց են թողում մեկնակային կազմը։ Գյորգին շատ օգտակար ու պետքական ֆուտբոլիստ է մեր համար։ Question about Georgi Harutyunyan. What can you say about him? Yes, Georgi, very strong, very good player. But after the bad game against Hungary, I replaced him and now play Sjopa Mkrtčjan. Sjopa Mkrtčjan play very, very well. I substitute Georgi Harutyunyan because he not play very well against Hungary. It's a motivation for him to train very well and and replace Sjopa Mkrtčjan in the starting lineup. Merci. Okay. I missed two questions. First of all, Portugal is under pressure. It's a surprise for you that Portugal is under pressure at the moment. And then if the fact of Portugal is under pressure means new chances for you or new problems? Դե ես ասեցի, հիմա էլ եմ ասում, շատ դժվար է մեզ վաղը մրցակցելու Պորտուգալիայի դեմ, բայց սա փորձություն է եւ պետք է հոգեբանորեն ուժեղ լինել եւ հասկանալը, որ իրենց երեք միավորը շատ է պետք եւ իրենք դրա համար ամեն ինչ անելու են, բայց մեզ էլ է շատ բան տալու այս խաղը, մեզ էլ է պետք Դրա համար պետք է պայքարենք, բայց ես լրջությունը հասկանում եմ, դժվարությունը հասկանում եմ եւ հասկանում եմ ինչ թիմի հետ գործ ունենք, բայց ուրախ եմ, որ ունենք նման առիթ, նման թիմի դեմ պայքարելու, ամեն դեպքում մենք շահենք շատ բան այս թիմից, եթե ոչ արդյունք, ապա մեր ապագայի համար